Թբիլիսի քաղաքային դատարանը Իվանե Կոդելաշվիլիին տուգանեց 4000 լարիով Վրաստանի փոխվարչապետ, իրավապահ մարմինների համակարգման պետական նախարար Մամուկա Մդինարաձեին վիրավորելու համար։ Ատելության խոսքի դեմ պայքարի դեպարտամենտը բացահայտեց փաստը եւ դիմեց դատարան պատասխանի համար։ Ինչպես հայտնի է, քաղաքացի Իվանե Կոդելաշվիլին սոցիալական ցանցում իր գրառման մեջ վիրավորել էր Մամուկա Մդինարաձեին։ Նրա դեմ գործը քննվում է վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով։ Իվանե Կոդելաշվիլին չէր ներկայացել դատավարությանը։ Թբիլիսի քաղաքային դատարանը Վախտանգ Դիասադեմիին տուգանեց 2000 լարով դատապարտված Ռեզո Կիկնաձեին վիրավորելու համար։ Ատելության խոսքի դեմ պայքարի դեպարտամենտը բացահայտեց այս փաստը եւ դիմեց դատարան պատասխանի համար։ Վախտանգ Դիասամիձեն սոցիալական ցանցում իր գրառման մեջ վիրավորել է Ռեզո Կիկնաձեին։ Նրա դեմ գործը վարվում է վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ հոդվածով։ Վախտանգ Դիասամիձեն ներկա էր դատական նիստին, բացատրում էր, որ չգիտի, թե ով է Ռեզո Կիկնաձեն եւ զղջում է իր արածի համար։ Քաղաքային դատարանը հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալված 8 անձանց մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 5 տարվա ազատազրկման։ Մեղադրյալները հրաժարվեցին ստորագրել մեղքի խոստովանության համաձայնագիրը։ Մեղադրյալներից ոչ մեկը չի ընդունել մեղադրանքը, սակայն զուրապ ճավճավաձեն դիմել է դատախազություն մեղքի խոստովանության խնդրանքով, որը չի բավարարվել։ Մեղադրողի խոսքով մեղքի խոստովանության նախապայմաններից մեկը մեղքի խոստովանությունն է, ինչը ճավճավաձեն չի արել։ Վերոնշյալ դրվագում մեղադրյալ է ճանաչվել ընդհանուր առմամբ 14 անձ, նրանցից 6-ը անցյալ շաբաթ ստորագրել է մեղքի խոստովանության համաձայնագիրը եւ ազատ են արձակվել դատարանի դահլիճից։ Նոյեմբերի 7-ին Տելեի Մեդիում տեղի ունեցած ապստամբության եւ կողոպուտի գործը Միխայիլ Սաակաշվիլիի մեղադրանքների եւս մեկ դրվագ։ Այսօր հարցաքննվել է Գեորգի Իսակաձեն, որը այն ժամանակ աշխատում էր Գործարանների ասոցիացիայում։ Իսակաձեն խոսել է Պատարկացիշվիլիի հայտնի ելույթի եւ այն ժամանակվա կառավարության նկատմամբ նրա ընդդիմադիր վերաբերմունքի մասին։ Նա նշել է, որ ինչպես Պատարկացիշվիլիի մահից հետո գործարարի զարմիկ Ջոզեֆ Քեյի բաժնետոմսերը փոխանցվել են։ Սաակաշվիլին քաղաքական հայտարարություններ է արել Սխումբայի վերաբերյալ եւ քննադատել ընդդիմությանը։ Թինա Բոկուչավան նշում է, որ ինքը դեմ է եղել կուսակցության ընդդիմադիր դաշինքին միանալուն, չնայած համաձայն էր Սաակաշվիլիի որոշման հետ։ Բնականաբար նա գիտի եւ հարցը մանրամասն քննարկվել է նրա հետ։ Բոկուչավան գրում է եւ նշում, որ ինքը անհամատեղելի է համարել դաշինքից ցուցադրաբար դուրս գալը միանալու 3-4 ամիսներին։ Բոկուչավան նաեւ խոսում է կուսակցական ներքին խնդիրների մասին։ Նրա խոսքով, չնայած առաջնորդների բանտարկությանը, բոլոր տեսակի ֆինանսական միջոցների բացակայությանը եւ չեղարկման մշտական սպառնալիքին, նրանք դեռ շարունակում են աշխատել։ Ազգային շարժման մեջ հակասությունների մեկ այլ պատճառ էր բանտարկված Լևան Խաբեիշվիլիի կողմից սոցիալական ցանցերում տարածած գործողությունների ծրագիրը։ Վրաստանում երբեք միասեռամություններ չեն լինի, այսպես է սկսում Լևան Խաբեիշվիլին համաձայնության 5+1 կետերի եւ շարունակում ընտանեկան արժեքների քննարկմամբ։ Խաբեիշվիլին իր առաջարկության մեջ շեշտը դնում է տիրոջ սիրո, եկեղեցու դերի բարձրացման, երկրում ներգաղթի խստացման, օկուպացվող Ռուսաստանի հետ ռացիոնալ պետական քաղաքականության վարման եւ +1 կետի վրա Վրաստանը առանց Իվանիշվիլիի։ Եթե վերնշված խնդիրները կատարվեն, Խաբեիշվիլին վստահ է, որ կառավարության քարոզչությունը կավարտվի։ Վաղը խորհրդարանի լիագումար նիստում կլսեն օմբուդսմենին, այսօր Լևան Իոսելյանին զեկույցը քննարկելուց հետո Մարդու իրավունքների կոմիտեում վիճեցին։ Գեորգի Գախարյայի թիմակիցները քննադատել են Իոսելյանի կոշտ լինելը եւ պահանջել են գնահատական տալ քննչական հանձնաժողովի աշխատանքին, Գեորգի Գախարյայի վրա հարձակմանը եւ BBC-ի հետաքննությանը։ Ի պատասխան մեծամասնության անդամները
Հանուն Վրաստանի խմբակցության անդամներին մեղադրել են անգործության մեջ։ Օմբուդսմենի զեկույցում ժողովրդական պաշտպանը խոսել է օկուպացված տարածքների եւ օկուպացիոն գծին հարակից բնակիչների իրավունքների խախտման, անօրինական ձերբակալությունների եւ այսպես կոչված սահմանազատման մասին։ Զեկույցի մեծ մասը նվիրված էր 2024-2025 թվականներին։ Լևան Իոսելյանիի խոսքով բողոքի ցույցերի ընթացքում բացահայտված վատ վերաբերմունքի փաստերի ուսումնասիրության եւ դրանց անարդյունավետ քննության արդյունքում մեղադրյալ Լևան Խաբեիշվիլիի արտաքին աշխարհի, այդ թվում իր անչափահաս երեխաների հետ շփվելու իրավունքների սահմանափակման հարցը ներկայացվել է խորհրդարան խնդիրը կարգավորելու առաջարկով։ Բյուրոյի նիստին ներկայացրեցին օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են արագության գերազանցման համար սահմանված վարչական պատասխանատվությանը։ Փոփոխությունները ներառված են վարչական իրավախախտումների օրենսգրքում։ Նախագծի համաձայն արագության գերազանցման համար 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի քան 30 կմ/ժ տուգանքը կկազմի 50 լարի, 100 լարի փոխարեն։ Սահմանափակ արագությունը 40 կմ-ից ավելի, բայց ոչ ավելի քան 40 կմ գերազանցելու համար տուգանքը կսահմանվի 100 լարի, իսկ արագությունը 40 կմ-ից մինչև 50 կմ/ժ գերազանցելու դեպքում 100 լարի, 300 լարիի փոխարեն։ Արագությունը 50 կմ/ժ-ից ավելի գերազանցելու համար պահպանվում է 300 լարի չափի տուգանքը։ Օտարերկրացու կողմից Վրաստանի քաղաքացու հետ կնքված կեղծ ամուսնությունը պատժելի է դառնում։ Երկրում բնակչության թույլտվություն ստանալու համար խստացվում են օրենսդրական կարգավորումները եւ քրեական օրենսգրքում ավելացվում են նոր հոդված։ Համապատասխան փոփոխությունները նախատեսված են օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների փաթեթով։ Ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված փոփոխություններով կարգավորումների խստացումը վերաբերում է ոչ միայն կեղծ ամուսնություններին, այլև կրթական նպատակներով բնակության թույլտվություն ստանալու հարցին։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է բնակչության ընդհանուր մարդահամարի արդյունքները։ Նոր տվյալների համաձայն Վրաստանում բնակվում է ընդհանուր առմամբ 3.929.000 մարդ, այդ թվում գրեթե 6% ավելի է, քան 2014 թվականի տվյալները։ Արդյունքների համաձայն Վրաստանի քաղաքացիների թիվը որոշվել է 3.775.000։ Ազգությամբ վրացիների թիվը աճել է 2.5%-ով։ Երկրում բնակվող երկրորդ ամենամեծ էթնիկ խումբը ադրբեջանցիներն են, իսկ երրորդ տեղում հայ բնակչությունն է։ Վրաստանի քաղաքացիների 52%-ը կանայք են, իսկ 48%-ը տղամարդիկ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել։ Քեյ Սթարմերը հայտարարել է, որ մի քանի օրից պաշտոնապես կհրաժարվի Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Նա ասել է, որ քաղաքականապես, ֆիզիկապես եւ բարոյապես սննգ է եղել, երբ ստանձնել է կուսակցության ղեկավարի պաշտոնը, բայց նրան հաջողվել է շրջադարձ կատարել եւ ամրապնդել այն։ Սթարմերին ասում է, որ իր բոլոր որոշումները կայացվել են երկրի շահերից ելնելով։ Նա նաեւ ասել է, որ կապահովի իշխանության կարգավորված փոխանցումը եւ իր հաջորդին լիարժեք աջակցություն կցուցաբերի։ Էքս-Ջորջիա միջազգային մարդասիրական կազմակերպությունը այս տարի նույնպես ճամբար կանցկացնի շաքարախտով երեխաների համար։ Այս տարի ճամբարը կանցկացվի Լագոդեխիում հունիսի 22-ից 29։ Ծրագիրը ներառում է հատուկ ֆիզիկական ակտիվություն, մարզումներ, օրական 4 անգամ սնունդ, արյան մեջ շաքարի 3 չափում եւ երեխաների համար առողջ առօրյայի մշակում։ Ճամբարի մասնակիցներին այսօր հավաքվել էին Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում։ Կազմակերպությունը 30 տարի շարունակ ամերիկյան ծրագրի շրջանակներում Վրաստանում կազմակերպում է բժշկական, կրթական եւ մարզական հանգստի ճամբարներ 12-ից 17 տարեկան դեռահասների համար։